Քննարկվում է Հայաստանի էլեկտրական ցանցերին լիցենզիայի ծրկելու հարցը։ Տեսեք դու մեզ ենք աշխատում։ Դուք նույնպես։ Արտոնագրի ծրկելու համար ՀԵՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը 3 պատճառ է ներկայացնում։ 2025-ի հունվարին ՀԵՑ-ի ավտոմատացված հաշվառման համակարգը խափանվել է։ Ջնջվել են ՀԵՑ-ի էլեկտրաէներգիայի հաշվառման ավտոմատացված համակարգերի վերջին 7 տարիների տվյալները։ ՀԵՑ-ի թերհավաքագրումներն ու հավելագրումները։ Տաշիր գրուպի մեջ մտած այլ ընկերությունների համար ֆինանսական երաշխիքների տրամադրումը։ Սրանով կարող էր վտանգվել սպառողներին հոսանքի մատակարարումը, կարող էին ստեղծվել ֆինանսական եւ անվտանգային խնդիրներ։ Իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության քվեարկության արդյունքում էներգետիկայի մասին օրենքում հուլիսին կատարած փոփոխությունները ենթադրում են, որ ՀԵՑ-ը պետք է ճանաչվի հանրային գերակաշահ, գնահատվի ընկերության արժեքը, ապա փոխհատուցում տրամադրվի ընկերության սեփականատիրոջը։ Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի որոշման նախագիծը նաև սահմանում է ՀԵՑ-ի կառավարիչ շարունակելու է մնալ ՔՊԱ-ական Ռոմանոս Պետրոսյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեում եւ քննչական կոմիտեում նախաձեռնված են 1.5 տասնյակից ավելի քրեական վարույթներ, որտեղ քննվում են բոլոր այն փաստերը եւ կտրվեն այդ փաստերին քրեաիրավական գնահատականներ, որոնց մասին ես քիչ առաջ մատնանշեցի։ Նիստի սկզբում Տաշիր կապիտալի ներկայացուցիչները բացարկի միջնորդություն ներկայացրին հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի նիստին մասնակցության վերաբերյալ։ Այն միաձայն մերժվեց։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցներից մեկի ժամանակ պնդել էր, կառավարությունը չի կատարելու Հայաստանի էլեկտրական ցանցերի բռնագանձման քայլերն արգելող Ստոկհոլմի արբիտրաժի հրատապ որոշումը։ Ապա հայտարարել էր հակառակ դիրքորոշում ունեցող պաշտոնյաները պետք է լքեն գործադիրը։ Արբիտրաժային դատարանում մենք հաղթել ենք եւ մեր դիրքորոշումները պնդել ենք, այդքան բան։ ՀՑԿՀ-ն հետաձգեց ՀԵՑ-ի բաշխման արտոնագրի չեղարկման ժամեր տևած քննարկումը։ Նիստը կվերսկսվի նոյեմբերի 14-ին։ Անի Հովհաննիսյան, Reopen Media։